Բարև ձեզ, սիրելի ընկերներ, սիրելի գաղափարակիցներ, երեք, ինչպես տեսակ, Էդգար Ղազարյանի անունից ազգային ժողովի պատգամավորներին Արթուն ենք շարժումը ուղարկեց նամակներ, որոնցում բովանդակությունը հետևյալներ, կար հիմնավորում, թե ինչու պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարել ինչու պետք է սկսել իմպիչմենտի գործընթաց եւ հայտարարել անվստահության մասին նրան եւ կար առաջարկ, որպեսզի այդ պատգամավորներից ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի քանիսը նախաձեռնեն վերջապես այդքան քննարկված, այդքան քննադատված, ինչու՞ չէ նաեւ այդքան ընդդիմադիր խոսույթի մեջ վերջին հատկապես 2 ամսվա ընթացքում խոսույթի հիմնական մաս դարձած իմպիչմենտի գործընթացը։ Երեկվանից երեք ըստ էության առաջին այսպես մեծ լայն ծավալով հանդիպումներ հանրության հետ լրագրողների միջոցով, ինչը տեղի ունեցավ եւ ես հասկացա, որ կան լիքը հարցեր, որոնք նաև հստակ պատասխանների կարիք ունեն, որոնց այսօր կփորձեմ անդրադառնալ։ Կան նաև որոշ թյուրընկալումներ, երեք նա շատ հետաքրքիր իրավիճակ էր, Էդգար Ղազարյանին տալիս էին մի հարց, Էդգար Ղազարյանը պատասխանում էր, հետո մի 5 րոպե հետո մի ուրիշ լրագրող էր մոտենում, վայր, որտեղ ճեպազրույցներ ընթանում, նորից նույն հարցներ տալիս, որտեղ նախորդ հարցին ներկա չէ, նորից Էդգար Ղազարյանը պատասխանում, հետո 3-րդ, 4-րդ, 5-րդ անգամ նույն հարցերը եւ հետեւությունը այն է, որ իրականում կան հարցեր, որ բոլորի մտքում նույնն են եւ դրանց անպայման պետք է անդրադառնալ։ Արձանագրենք, որ իմպիչմենտի օրակարգը այս պայմանությամբ միակ ընդդիմադիր օրակարգն է, որը Նիկոլ Փաշինյանի կողմից չի գեներացվել, այսինքն ինքը ռեակցիոն օրակարգ չի։ Մնացած բոլոր հարցերը, քննարկումները, որոնց մեր ընդդիմությունը անդրադառնում է, դրանք ռեակցիոն, այսպես օրակարգեր են, այսինքն Նիկոլ Փաշինյանը ուրանում է ցեղասպանությունը, ընդդիմությունը սկսում է քրֆել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է, ասենք, շրջանառության հարկը, շուտ մի խումբ մարդիկ եւ նաեւ ընդդիմադիրները սկսում են քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը սկսում է սահմանազատման գործընթաց, շատ վատ գործընթաց ընդ որում, եւ այդ նախաձեռնության շրջանակներում ընդդիմությունը սկսում է քննադատել, այսինքն ընդդիմության շարժառիթները իրանք ռեակցիոն են։ Ես մի անգամ դա ասել եմ, եթե Նիկոլ Փաշինյանը իմ տպավորությամբ ոչ մի բան չանի, պրոստը տես գնա լրվի իր դաչայում, ու դուրս չգա, ոչ մի ինչ-որ գործողություններ չանի, որտեղ դուրս գալն էլ տեսանք, որ նաև հղի կնոջ ավտոյի տակ գցելով է ավարտվում, այսինքն ոչ մի բան չանի, պրոստը դուրս գա, նստի տունը, վայելի, այսպես երջանիկ, ճակերտավոր կյանքը, ապա ընդդիմադիր դաշտում ոչինչ չի կատարվի։ Բացարձակ ոչինչ, այսինքն ոչ մի ինչ-որ ներընդդիմադիր ինչ-որ օրակարգ ընդդիմության ներսում ծնված այս պայմանությամբ գոյություն չունի։ Իմպիչմենտի օրակարգը մաքուր ընդդիմադիր օրակարգ է, այսինքն ինքը որևիցե կերպով ռեակցիոն չի եւ Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը այդ օրակարգի վրա զրոյական է։ Այսինքն այստեղ արդեն արդարացողը, հակադարձողը, ռեակցիա լինելու է Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագրի շուրջ հավաքված մարդիկ։ Սա խնդրում եմ արձանագրեք, որովհետեւ սա հիմնական իմ կարծիքով տարբերություններից մեկն է, որի նաեւ արդյունքները այսօր իսկ արդեն զգացնել են տալիս, իսկ մոտ ապագայում դրանք ավելի այդ տարբերությունները դուք ավելի առարկայական կտեսնեք։ Այս օրակարգը գեներացվել է եւ թելադրվում է բացառապես ընդդիմության ներսից,
Այսինքն դրա օրակարգի վրա ազդեցություն որևէ կերպ չունեն պրոիշխանական ոչ մի ինչ-որ ուժեր, ոչ մի ինչ-որ տենց Նիկոլ Փաշինյան եւ այլն եւ այլն։ Այս պայդրությամբ Նիկոլ Փաշինյանը կողքից հետևողի կարգավիճակում է, իսկ այդ կարգավիճակից ինքը ամենաշատն է նյարդայնանում, ինքը սիրում է, որ ինքն է այսպես process-ների գեներատորն ու տանողը ինքն է, թեկուզ վատ առումով, այսինքն բոլորը քրվում են իրան, բայց ինքը պետք է լինի այդ քրֆուրի ուղղության նույնիսկ ասենք որոշողը։ Երեկվա ամենաշատ տրված հարցերից են օրինակ impeachment նախաձեռնելու համար անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն, ընդդիմության ներսում այս պայդրությամբ այդ հարց տվողներն են ասում, հա կա 34 ընդդիմադիր падգամավոր։ Նախ կներեք, ես չգիտեմ քանի ընդդիմադիր падգամավոր կա, դա մենք բոլորով միասին շատ շուտով կճշտենք 34-ա, թե 36-ա, թե միգուցե 18-ա, չգիտեմ, քանի հոգի են, մենք կիմանանք ըստ նրա, թե այդ падգամավորները կմիանան, թե չեն միանա, կնախաձեռնեն, թե չեն նախաձեռնի impeachment-ի գործընթաց։ Հետևաբար 34 թիվը ընդդիմադիր падգամավորների համար շատ այսպես պայմանական թիվ է, շատ պայմանական է, ես չգիտեմ, անկեղծ տեղյակ չեմ, ինչքան մենք ընդդիմադիր падգամավորներ ունենք։ Այս գործընթացը իր նաև հիմքային որպես նպատակ, դրան հեսա ավելի մանրամասն կանդրադառնամ, ունի վերջապես հանրության համար, որ ճշտենք, թե մեր ազգային ժողովում քանի падգամավոր են ընդդիմադիր առաջին հերթին եւ այդ ընդդիմադիր падգամավորների ուժի վրա հենվելով նախաձեռնենք գործընթաց։ Հա, այն կանխավարկածով են գնում, որ 34-ն էլ ընդդիմադիր դիրքերից են հանդես գալի եւ անկեղծ են։ Սակայն հարցը հիշեցնում եմ, impeachment նախաձեռնելու համար անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն։ Ոչ, դա ամենևին այդպես չի, impeachment նախաձեռնելու համար անհրաժեշտ է ընդամենը 1 падգամավորի ստորագրությամբ impeachment-ի նախաձեռնություն, որի իդեպ ձևաթուղթը 3 նամակով արդեն ուղարկել ենք բոլոր падգամավորներին։ Այսինքն բոլոր падգամավորները ձևաթուղթ ունեն, մնում է իրանք լրացնեն տեխնացուի, իրանց նախընտրած տեխնացուի հատվածը եւ դնեն իրանց ստորագրությունը։ Ուրիշ ոչ մի բան։ Այսինքն 1 падգամավորը, 1 ընդդիմադիր падգամավորը կարող է նախաձեռնել impeachment-ի գործընթաց։ Հաջորդ փուլում մինիմում 36 падգամավորի ստորագրություն, եթե հավաքվի այդ 1 падգամավորի նախաձեռնած impeachment-ի թղթի տակ, մինիմում 36, այսինքն դա պարտադրական նորմ չի, որ հենց 36 հավաքվեց, պետքա հաջորդ քայլին հասնենք, ոչ, դա մինիմում թիվն է 36։ Եթե հավաքվում է ստորագրություն 36 այդ ձևաթղթի տակ, ապա ձևաթուղթը հանձնվում է ազգային ժողովի քարտուղարություն եւ impeachment-ի գործընթացը այդ պահից սկսած թևակողում է նոր փուլ, այսինքն քվեարկության նախապատրաստության փուլ, որը տևում է 72 ժամ առավելագույն, այսինքն 72 ժամում պետք է նիստ գումարվի եւ այդ նիստում քվեարկություն տեղի ունենա։ Մենք երբեք չենք ասել, որ 36 ստորագրություն հավաքելուց հետո անպայման այդ ձևաթուղթը պետք է հանձնել ազգային ժողովի քարտուղարություն եւ գնալ քվեարկության։ Դա իմ կարծիքով եւ ցանկացած առողջ տրամաբանություն ունեցող մարդու կարծիքով միամտություն կլիներ, որովհետեւ եթե քո նախաձեռնության տակ այս պահին դու ունես 36 ընդհանրապես ստորագրություն, եթե դու չունես ինչ-որ հույսեր, ինչ-որ թաքուն պայմանավորվածություններ ԿՊ-ի խմբակցության այլ падգամավորների հետ, ենթադրենք, հա, ունես 36 ստորագրություն։ Իմաստ բնականաբար իհարկե չկա այդ թուղթը 36 ստորագրությունով ներկայացնել ազգային ժողովի քարտուղարություն եւ տենց միամիտ դեմքով սպասել, որ ԿՊ-ականները կգան ու դեմ քվեարկեն Նիկոլ Փաշինյան։ Իհարկե չկա, բայց նախաձեռնությունը որպեսի ավարտ ունենա, մենք մեր հիմնական ընդդիմախոսները ավարտից են սկսում այդ նախաձեռնության մասին կարծիք հայտնել։ Ինքը պետք է ունենա սկիզբ։ Այսինքն սկիզբը 1 падգամավորն է, որը նախաձեռնում է։
ոչինչ չի խանգարում այդ падգամավորին, նաև մեր հետ միասին, նաև ամբողջ հանրության հետ միասին նախաձեռնել այդ ստորագրահավաքի գործընթացը, ստանալ ոչ թե 36, այլ բավարար թվով ձայներ կամ ստորագրություններ, նոր միայն դիմել այդ թուղթը մուտք անել ազգային ժողովի քարտուղարություն։ Դա առողջ բանականության սահմաններում է, իսկ մնացած այն ամեն ինչը, ինչ փորձում են վերագրել մեզ, որ մենք առաջարկում ենք թող 36 падգամավոր ընդդիմադիր ստորագրեն ու այդ ստորագրած թուղթը տանենք, հանձնենք ազգային ժողովի քարտուղարություն ու իբր թե մենք այդքան միամիտ ենք իբր էլի, ու նստենք սպասենք ինչ որ թախտին, նստենք թախտին սպասենք բախտին, դա իրականության հետ որևէ աղերս չունի։ Մենք խելամիտ մարդիկ ենք, մենք առողջ բանականություն չենք կորցրել եւ նմանատիպ մենք ենք ավանտյուրաներին դեմ, նմանատիպ ավանտյուրայի մեջ մենք չենք պատրաստվում ներքաշել ոչ մեկին եւ ինքներս էլ չենք պատրաստվում ներքաշվել նմանատիպ ավանտյուրայի։ Հետեւաբար բոլոր այն մարդիկ, ովքեր կասեն 36 թիվը այս գործընթացի շրջանակում, դրանք ուղղակի ստախոսներ են, այսինքն մարդիկ են, ովքեր սուտ են խոսում։ Ես չգիտեմ իրենց մոտիվացիան որն է սուտ խոսալու, անկեղծ, դա կարա շատ տարբեր մոտիվացիա լինի, կարան ինչ-որ միտեղից ենթադրենք վճարվեն, կարան իշխանության մարդը լինեն, կարան ուղղակի մոլորված ընդդիմադիրներ լինեն, չգիտեմ, բայց ամեն դեպքում 36 թիվը մեր իմպիչմենտի օրակարգում ուղղակի գոյություն չունի։ 36 ըստ սահմանադրության դա ստորագրությունների այն մինիմում քանակն է, որով մենք արդեն իրավունք ենք ստանում այդ թուղթը հանձնել ազգային ժողովի քարտուղարություն։ Դա ոչ մի պարտադիր թիվ չի, այսինքն չի ասվում սահմանադրության մեջ, որ հենց 36-րդը ստորագրեց, պետքա տանեք արագ հանձնեք բան։ Հետևաբար այս process-ում ոչ մի ընդդիմադիր падգամավոր ոչինչ չի կորցնում, բացարձակապես ոչինչ չի կորցնում, որևիցե կերպով չի վարկաբեկվում, որևիցե կերպով դրան սա առանձին կանրադառնամ, որևիցե կերպով չի խայտառակվում, որևիցե կերպով իր վարկանիշը, իր ընտրողների մոտ ունեցած ազդեցությունը չի նվազում, ոչ մի բան տեղի չի ունենում այդ падգամավորի հետ, ով որ այս ընթացքում դնում է ստորագրությունը, նախաձեռնում է impeachment-ի գործընթաց եւ դնում է իր ստորագրությունը։ Այսինքն մենք շարժվում ենք խելամիտ, ողջամիտ տրամաբանությամբ, այլ ոչ թե ինչ որ ինտրիգներ, ավանտյուրաներ եւ այլն, ինչը անկեղծ ասած այս մեր ընդդիմախոսների կողմից շատ հաճախ եւ հանիրավի փորձում են վերագրել մեզ, ինչը իրականությանը կրկնում եմ, բացարձակ չի համապատասխանում մեր միակ նպատակը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է, որովհետեւ այլ նույնիսկ հարակից նպատակ մենք բացարձակապես չունենք։ Մենք փնտրում ենք այդ միակ նպատակի համար, իրականացման համար գործընկերներ, մենք փնտրում ենք բարեկամներ, մենք փնտրում ենք ազգային ժողովին դիմության մեջ падգամավորներ, ովքեր կիսում են այդ նպատակը եւ պատրաստ են այդ նպատակի իրականացման համար իրանց ունեցածը, իսկ падգամավորների դեպքում դա մանդատն է, իրանց ստորագրությունն է ներդնեն այդ նպատակի համար եւ մենք պատրաստ ենք հանդիպել ցանկացած падգամավորի հետ, ով որ ինչ որ կարող է բաներ կա, որ նախապես ուզում է ճշտի, ուզում է մի հատ եւս մեկ անգամ հասկանա թե ինչքանով է այս ամեն ինչը լուրջ, կամ ինչքանով է այս հարցը սուր դված, կամ ինչքանով է ուժեղ, կամ ինչքանով է թույլ։ Մենք պատրաստ ենք այդ բոլոր այդ մարդկանց հետ, հատկապես падգամավորների հետ, ովքեր կունենան այս գործընթացի մասով որևիցե հարց, մենք մոտենանք, մենք եթե պետք է մենք մոտենանք, խոսենք, զրուցենք, քննարկենք, միգուցե իրանք ավելի ռացիոնալ ինչ-որ բան կասեն, ավելի ուղղում կմտցնեն, խոսքը վերաբերվում է, եթե այս ամեն ինչը բարեկամական մթնոլորտում արվում, այսինքն եթե մենք բոլորս իրոք ուզում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա, հետեւաբար այդ բոլորի մեջ թշնամիներ մենք երբեք չենք փնտրում։ Մենք փնտրում ենք բարեկամներ։ Հաջորդը impeachment-ի գործընթացը տապալված է, հա, ես շատ եմ լսում այդ խոսույթը, երեք նաև մի քանի լրագրողի հետ լսեցի, բայց երբ որ ես սկսեցի բացատրել, իրանք հասկացան, որ դա այդպես չի։ Բայց ես հասկացա, որ այդ խոսույթը, այդ մոտեցումը հանրության մեջ կա, գոյություն ունի, եւ հանրությանը մենք պետք է բացատրենք, որ impeachment-ի գործընթացը տապալված չի կարող լինել։ Impeachment-ի գործընթացը կարող է տապալվել միայն մեկ դեպքում, եթե ընդդիմադիր դաշտում գործող անձինք
դա միտումնավոր տապալել։ Այսինքն, եթե ընդդիմության անվան տանենք, ասենք ճանաչում ենք 100 հոգու, ենթադրենք, ովքեր որ բոլորը Նիկոլին քրվում են, լուրջ իշխոր ելույթներ են ունենում, քարը քարին չեն թողում եւ այլն եւ այլն։ Մենք բազմաթիվ այլ ԿՊԱ-ականների ենք տեսել, ովքեր քննադատել են այսօրվա կառավարությանը։ Ասենք օրինակ Արսեն Թորոսյանը, ով որ այսօր հրաժարվեց ըստ էության իր տեսանյութով նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց Նիկոլ Փաշինյանի դեմ, այսինքն ինքը վստահում է Նիկոլ Փաշինյան։ Այդ նույն Արսեն Թորոսյանը բազմաթիվ անգամ քննադատել է եւ շատ սուր քննադատել է օրինակ դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանի, շատ սուր հարցեր է տվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, միգուցե շատ ավելի սուր, քան որոշ ընդդիմադիրներ օրինակ, բայց դա ամենևին Արսեն Թորոսյանին չի դարձնում ընդդիմադիր։ Արսեն Թորոսյանի միգուցե, քանի որ մենք գործ ունենք խմբավորման հետ, միգուցե Արսեն Թորոսյանի դերակատարումը այդ խմբավորման մեջ մերթ ընդ մերթ քննադատելն է, հա, սեփական իշխանությանը։ Շիշ բռնողը նույնպես տեսել են քննադատել, այսինքն այդ քննադատությունով մարդկանց որոշել, որ իրանք ընդդիմադիր են թե իշխանական, այդքան էլ արդյունավետ մեթոդ չի։ Հետևաբար, եթե մենք ճանաչում ենք 100 մարդու, որը մենք գիտենք, որ իրանք ընդդիմադիր են, հա, ենթադրենք, ու այդ 100 մարդու օրակարգում դրած է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, անհնար է այս գործընթացը տապալել։ Այսինքն, եթե այդ 100-ն էլ սրտանց մտնում կպնում են այս գործին, իմպիչմենտի գործընթացի մասին է խոսքը, ապա այդ գործընթացը անհնար է տապալել։ Ես ասա ծրագրով հատիկ-հատիկ կանցնեմ։ Այս գործընթացը հնարավոր է տապալել միայն այն դեպքում, եթե պարզվի, որ 100-ից ենթադրենք 20-ը իրականում ընդդիմադիր չեն։ Իրականում ուղղակի ենթադրենք, չեմ պրեզումպցիայով չեմ խախտում պրեզումպցիան, ես վստահ եմ իմ մեջ, որ բոլոր ընդդիմադիր պատգամավորները անպայման միանալու են այս գործընթացին, բայց ենթադրենք ինչ-որ կա մի պատգամավոր, որը ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերել իշխանության հետ, դրա դիմաց ստանում է բարձր, նորմալ, շատ բարձր աշխատավարձ, պատգամավորի աշխատավարձը իմ իմանալով մոտ 1 միլիոն դրամ է, գնում է միջազգային պայթկեքի մեր բոլորի հաշվին, հանրության հաշվին, ասենք ինչ-որ պատավատ են տվել, նորմալ այդ մարդը ապրում է իր համար, ինչ-որ հարցեր է կարում լուծի իր շրջապատի բանի համար, ասենք ինքը լավ ես, վատ չես, էլ այս վիճակն է, ու ինքը այս վիճակը չի ուզում փոխի։ Ասենք թե պատկերացեք կա տենց ինչ-որ մի պատգամավոր, այդ պատգամավորը բնականաբար փորձելու է խանգարի այս իմպիչմենտի գործընթացին, այսինքն չի օգնելու։ Հետևաբար այդ պատգամավորը իր գործունեության մեջ լինելու է այնպես է կառուցել իր գործունեությունը, որ այս գործընթացը տապալվի։ Եվ այո, այդ դեպքում եթե ընդդիմության ներսից դա տապալվի, տապալման տարվի, դա կտապալվի, այո։ Բայց գիտեք, այս գործընթացի ամենակարևոր պահը որն է։ Սա էլ մի փոքր այսպես կոմպլիմենտ այս գործընթացը նախաձեռնողներին, հա։ Այս գործընթացի ամենակարևոր մասը նրա բացառիկ թափանցիկությունն ու հրապարակայնությունն է։ Այսինքն, եթե նախկին գործընթացներում հնարավոր է ընդդիմության ներսում ինչ-որ մարդիկ թաքուն աշխատեին իշխանության համար, ինչ-որ բաներ անեին, տակից այսպես ասած խաղեր տային եւ այլն, եւ որը ոչ մեկ չիմանար, այս գործընթացը, որը մենք նախաձեռնել ենք, իմպիչմենտի գործընթացը, նման իրավիճակ ուղղակի չի նախատեսում, բացառում է, այսինքն այն բոլոր այն ընդդիմադիրները, ովքեր ձևական կմիանան, միգուցե այս ամեն ինչին, կամ միգուցե չեն միանա, կամ միգուցե տակից սաբոտաժ կանեն եւ այլն, այդ ամեն ինչը հանրությունը թափանցիկ տեսնելու է եւ այդ անձանց գնահատականները հանրությունը տալու է։ Այսինքն անհնար է դա թաքցնել, ինքը գործընթացը այնքան հրապարակային է, այնքան բաց, այնքան թափանցիկ է, որ այստեղ որևէ կուլուարային թաքուն, ներքին ինչ-որ պայմանավորվածություններ ստեղծել, այսպես ասած ջրից չոր դուրս գալ, գործընթացը տապալել ու անմեղ կույսի դեմքով շարունակել ինչ-որ ժողովրդին խաբել, որ ես ընդդիմադիր եմ, դες բան չի լինելու։ Մարդիկ պարզ տեսնելու են, ով ընդդիմադիր չի, ով ընդդիմադիր կեղծ խաղում, ով է պատգամավորի տեղը իր համար աշխարհի ամենակարևոր բանը, ով է իրոք ուզում Նիկոլ Փաշինյանին հեռացնի, ով պրոստը տակ տենց ինչ-որ ալա Արսեն Թորոսյան քֆրտում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև իրան վերապահված դերը էդ է։ Ով է այսօր
փորձում ընտրողին խափի եւ քարոզարշավանի ազգային ժողովի ամբիոնը օգտագործելով, այլ ոչ թե այդ ամբիոնը, որին ինքը հասել է մեր բոլորի քվեի շնորհիվ, որը իրան տրվել է բանի համար իր այն խոստման համար, որ ինքը կհանի Նիկոլին, կհեռացնի Նիկոլին, այդ ամբիոնը այսօր օգտագործվում է, որ մի կռուկ եւս ոնց որ խափի ժողովրդին։ Այդ ամեն ինչը տեսնելու են մարդիկ, թափանցիկ։ Եվ իմ կարծիքով սուր, այսպես շոտ մոտեցումների ընդդիմության կողմից դրանք այն բանի արդյունք են, որ ընդդիմությունը դուրս է գալիս կոմֆորտ զոնայից, իսկ դա գիտեք, կոմֆորտ զոնայից դուրս գալը միշտ ցավոտ է, միշտ այդքան էլ հաճելի չի, բոլոր առումներով, կյանքի բոլոր իրավիճակներում եւ փուլերում, հատկապես քաղաքական առումով ինքը բավական ծանր գործընթաց է, որովհետեւ կոմֆորտ զոնա դա նշանակում է որոշակի խաղի կանոններ, հարմարվել, կոմֆորտ ստեղծել, ինչ-որ տենց բաներ, որոնք քանդվում, փլվում են մի գործընթացի մեկնարկով, որին իրանք կամ պետք է միանան, կամ պետք է իրենք չմիանան, կամ իրանք պետք է նախաձեռնեն կամ չնախաձեռնեն։ Impeachment-ը կրկնում եմ, բացառիկ թափանցիկ ու հանրային գործընթաց է, որում ամեն մի ընդդիմադիր անհատապես կրում է պատասխանատվություն սեփական գործողությունների կամ անգործության համար։ Այսինքն այլևս անհնար է թաքնվել կոլեկտիվ անպատասխանատվության շղարշի ներքո։ Այս գործընթացում կոլեկտիվ պատասխանները, կոլեկտիվ մոտեցումները, կոլեկտիվ արդարացումները, կոլեկտիվ կռուտիկները, կոլեկտիվ լղոզումները դրանք չեն ընդունվելու։ Սա կոնկրետ անհատապես անուն ազգանուն առ անուն ազգանուն հայտնի է դարձնելու հանրությանը, թե որ մարդիկ են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը միտված աշխատում եւ որ մարդիկ են, որ գտնվում են ուղղակի կոմֆորտ զոնայի մեջ։ Կրկնում եմ, իմ կանխավարկածը այն է, որ մեր բոլոր ընդդիմադիրները առանց բացառության բոլոր ընդդիմադիրները երկու դաշինքների շրջանակում աշխատող մեր բոլոր ընդդիմադիր քույրերը եւ եղբայրները իրանք իրական ընդդիմադիր գործունեություն ծավալող մարդիկ են։ Կանխավարկածը սա է։ Ես երեք նաեւ նայում էի Աննա Գրիգորյանի պատգամավոր հարցազրույցը, Աննա Գրիգորյանը հարցազրույցի ժամանակ հիշատակեց, որ բանտում ինձ այցելել է, այո, ես դա հաստատում եմ, ես եղբայրական զգացումներ ունեմ Աննա Գրիգորյանի նկատմամբ եւ նաեւ ունեմ երախտագիտության զգացում այդ մարդու, որտեվ նա բազմաթիվ անգամ այո եկել է կին կարգավիճակով, ոչ այնքան հաճելի միջավայր, ենթադրում եմ, բանտը այդքան էլ հաճելի տեղ չի, բայց եկել է, աջակցել է ինձ եւ ոչ միայն ինքը, Հայաստան դաշինքի շատ ու շատ պատգամավորներ, Աղվան Վարդանյանը իմ կողմից շատ հարգված, Ագնեսա Խամոյանը, Քրիստինե Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Իշխան Սաղաթելյանը, ոչ միայն եկել այցելել է, այլ նաեւ փոքրիկ, այսպես կիսաբացահայտում անեմ, Իշխան Սաղաթելյանը մի քանի անգամ փորձել է ինչ որ ձևով իմ կողքին լինի, իմ ընտանիքի կողքին լինի, այն ժամանակ, երբ որ ես բանտում եմ եղել, ինչի համար, բնականաբար, ես ունեմ մարդկային մեծ երախտագիտություն բոլոր այդ մարդկանց համար։ Ինձ այցելել է նաև Հայկ Մամիջանյանը, ինձ այցելել է Տիգրան Աբրահամյանը, ինձ այն մյուս դաշինքից եմ ասում էլի, Աննա Մկրտչյանն է ինձ այցելել եւ էլի նույն միսիայով էլի նկատի ունեմ։ Հիմա ասածս ինչա։ Ասածս այն է, որ ես բոլոր այդ մարդկանց մեջ հանդիպումների ժամանակ տեսել եմ իրական, բնական հայրենասիրություն։ Ես չունեմ որևիցե հիմք կասկածելու այդ մարդկանց հայրենասիրության, իրական հանդիմադիր լինելու վրա կամ ինչ-որ Նիկոլի հետ ինչ-որ խաղեր տալու վրա, չեմ տեսել այդ։ Ես իրանց հետ շփումներ, հա, Լևոն Քոչարյանն ինձ այցելել, լավ հիշեցի, նաև էլ ասեմ։
ես այդ մարդկանց բոլորում անունները տվեցի, այդ թվում նաև Լևոն Քոչարյանի մոտ ես տեսել եմ անկեղծ միտումներ, ես չեմ կարող կասկածել նրանց պայքարի, մտադրությունների, միտումների անկեղծության վրա, այս պայդրությամբ չունեմ նման հին, բայց մենք թևակողում ենք մի հատ գործընթացի մեջ, մի փուլի մեջ, ուզենք թե չուզենք, դա իրականում արդեն եղելություն է, որտեղ լիքը ճշտելու, պարզելու, ճշտգրտելու լիքը բաներ կա։ Ես հասկանում եմ, որ կան խմբային շահեր, պայմանավորվածություններ կան, չգիտեմ, անհատական մոտեցումներ կան, այդ բոլորը, բոլորի մասով ես կրկնում եմ պատրաստ եմ այդ մարդկանց հետ, բոլորի հետ, հատկապես պատգամավորների հետ, բոլորի հետ, ինքս մոտենամ, խոսամ, լսեմ այդ քննադատությունները, պատասխանեմ այդ քննադատություններին, վստահ եմ, նույնն էլ Էդգար Ղազարյանը ոչ մեկի չի մերժում, չի ասում, որ ես տենց ամենաճիշտն եմ, սաղը տենց սխալ է եւ այլ։ Պատրաստ ենք գնանք մեր, այսպես ասեմ, մի քիչ երևանյան սլենգով ասեմ, մեր ճիշտը գնանք, ապացուցենք ցանկացած տեղ, ցանկացած միջավայրում եւ ցանկացած ժամանակ։ Դա կարող է լինի ուղիղ եթերներ, ոչ չգիտեմ, ձեզ հարմար եղած հարթակում։ Իդեպ ասեմ ձեզ, եթե ԿՊԱ-ական կողմից էլ նույնպես կլինեն առաջարկներ, որ տիպը եկեք ուղիղ եթերում ապացուցեք, որ իմպիչմենտը բան, երեք խոսացել եմ Էդգար Ղազարյանի հետ, այդ առումով էլ խնդիր չկա։ Այդ դաշտում էլ չէ, մենք պետք է աշխատենք ԿՊԱ-ական падգամավորներին էլ պետք է բացատրենք, որ իմպիչմենտը իրականում միակ ելքն է։ Հետևաբար ես նաև պատասխանում եմ այն հարցին, որ մեր նպատակը ընդդիմադիր падգամավորներին վարկաբեկելն է։ Ես ձեզ անկեղծ պարզ ասում եմ, ես նույն մարդն եմ, ում որ դուք այցելում էիք բանտում, ինձ համարեք ձեր բոլորը, համարեք ինձ ձեր եղբայրը։ Որևիցե падգամավորի, որևիցե ինչ-որ խմբակցության, որևիցե ինչ-որ մեկի բացարձակապես թիրախավորելու, վարկաբեկելու խնդիր դրված չի ընդհանրապես։ Բացարձակ չկա, հակառակը։ Մեր նպատակն է ընդդիմադիր падգամավորներին իրական խայտառակությունից փրկելը։ Մեր նպատակն է ընդդիմադիր падգամավորների գործունեության արդյունավետությունը ժողովրդի աչքերում նույնիսկ բարձրացնել, եթե կուզեք այդպեսի։ Եթե մենք չեսնի ենք խաղում, չեսնի, ասես դնում ենք սեղանին, ով որս ինչ կարա, ու մենք որոշում ենք, որ Նիկոլին պետք է հանենք, իմպիչմենտի գործընթացը հավատացնում ես չի կարող ուղղակի չստացվել։ Եվ հետեւաբար այդ միանգամից պատասխանում եմ այդ հարցին, որտեղ այդ հարցն էլ հնչեց, դուք թիրախավորում եք խմբակցություններից մեկին, մասնավորապես պարզ խոսամ Հայաստան դաշինքի մասին է խոսքը, ոչ։ Ես եմ թիրախավորը, որտեղ Էդգարը մի քիչ ավելի այսպես ասեմ կոնստրուկտիվ դիրքերից հանդես գալիս, տենց անվանենք այդ մասը, ես իբրթե ավելի տենց չարն եմ, հա, տականքն եմ, որ տենց ինչ-որ սուր ելույթներ անում, սուր խոսքեր ասում, ես իմ մասով եմ ասում, որ նաև Էդգարի հետ եմ խոսել, այդ մասով ինքն էլ համակարծիք, մենք որևիցե падգամավորի, որևիցե ընդդիմադիրի թիրախավորելու խնդիր չունենք մեր առաջ դրած։ Բայց եթե պարզվի, որ ինչ-որ ընդդիմադիր անվան տակ մարդ մանդատ ստացել, որ չի համապատասխանում այդ իր բանի կեցվածքին ընդդիմադիրի, այսինքն գործ անելուց մեր կողքը չի, ընդդիմության կողքը չի, այդ դեպքում էլի եմ ասում, հանրությունը այդ գործընթացը այնքան թափանցիկ է, հանրությունը իմ կարծիքով ազատ կլինի իր եզրահանգումները անել այդ մարդու նկատմամբ եւ ինչու՞ չէ նաեւ այդ մարդու ներկայացած ուժի նկատմամբ, որ դեմա 26 թվականն ընտրությունները եւ այլն։ Հաջորդը մեզ ասում են սա շատ կա, այս հաջորդը շատ ավելի կարևոր է այս ռոմանտիկ վիճակից որ դուրս գանք, հիմա ավելի կարևոր գործնական բան։ Մեզ ասում են, որ ժողովուրդը պետք գա ազգային ժողովի դեմ, որ մենք նոր սկսենք իմպիչմենտ, այսինքն նախ մեզ մեղադրում են նրանում, որ տիպը մեզ sense լուրջ դեմքով ասում են առանց ժողովրդական շարժման չի լինի իմպիչմենտ, հա օքեյ, ախպեր չի լինի, բայց մենք ասում ենք կլինի, երբեք տես բան չենք ասել։ Ժողովրդական շարժումը եւ իմպիչմենտը իրար հետ փոխկապակցված process-ներ են, այսինքն առանց ժողովրդական ընդ որում մեծ համազգայունության, ընդգրկունության, այդպես ասեմ, շարժման, իմպիչմենտի գործընթացը չի լինելու։
Դա հենց հիմա ասում եմ ձեզ աքսիոմատիկ բան է, բայց չի ինչ-որ գիտնական լինել, որպես այդ գյուտը անել, չէ, տենց է դա։ Ու դա մենք ի սկզբանե ենք ասել։ Եվ հակառակը առանց իմպիչմենտի ժողովրդական որևիցե շարժում չի կարող հաջողության հասնել։ Ես իմ անունից կոչ եմ անում, եթե ձեզ որևիցե մեկը հարգելի ժողովուրդ առանց իմպիչմենտի թղթի կփորձի հանի փողոց, աս կոչ կանեք ասի փողոցել եք բան, կոչ եմ անում դուրս չգալ փողոց, որովհետև դա ի սկզբանե դատապարտված գործողություն է, այսինքն դա չի կարող հաջողությամբ ավարտվել, որովհետև այդ հաջողության ավարտվելու տարբերակը ձեզ չեն ցույց տալի, չեն ասում։ Եթե դուս են հանում ձեզ պրոստը շուտ դուս հանելու համար, եթե հավես ունեք, հելեք ինչ ասեմ։ Բայց ես երբ որ սկսի, եթե սկսի տենց ինչ-որ գործընթաց, որտեղ որ չկա իմպիչմենտի ստորագրությամբ նախաձեռնություն ու մարդկանց կոչ են անում փողոց, ես դուրս չեմ գալու փողոց, հենց դեմից ասում եմ, չեմ մասնակցելու եւ չեմ աջակցելու որևէ շարժում, որը այդ պահի դրությամբ հենց կունենա թուղթը, առաջինը ես եմ վազելու գնամ կանգնեմ այդ մարդու կողքը, որ դա նախաձեռնում, ասեմ, ասա ինչ եմ անում աղբեր ջան կամ քուր ջան։ Եթե չկա թուղթ, падգամավորի ստորագրությամբ իմպիչմենտի նախաձեռնության թուղթ, որը մինչև հիմա չի եղել այս բառը, 7 տարի է չկա այդ թուղթը։ Եթե չկա այդ թուղթը, ապա անիմաստ է փողոց դուրս գալ։ Դա մենք երկու անգամ առնվազն տեսել ենք։ 2022 թվականի սեպտեմբերին, երբ ժողովուրդը ինքնաբուխ ժամերի ընթացքում ու մեծ քանակով հավաքվեց Բաղրամյան պողոտայում ազգային ժողովի դիմաց, ընդդիմադիր падգամավորները խաբեցին այդ ժողովրդին, ասցին, որ իմպիչմենտ ենք նախաձեռնելու, գնացին մտան ազգային ժողով, դուրս եկան, ինչ որ խաբեցին, ասին, որ թուղթ կա, ստորագրել ենք ու այդ թուղթը մինչև հիմա չկա եւ չի եղել այդ իմպիչմենտի թուղթը, որտեվ չի եղել։ Որովհետև չի եղել տեխնացու, ասենց ասեմ դες։ Այսինքն ժողովրդական փողոցը առանց այդ իմպիչմենտի թղթի տապալվեց 2022 թվականի սեպտեմբերին 1։ Երկրորդ անգամ սրբազան շարժման շրջանակներում էլի հավաքվեցին մարդիկ, հավաքվեցին ավելի շատ մարդ, քան Նիկոլ Փաշինյանի ցույցերին 18 թվականին էին հավաքվել։ Հավաքվեցին, ժողովրդին կրկին խաբեցին, ասեցին, որ իմպիչմենտի գործընթաց ենք սկսում, չսկսեցին այդ գործը, թուղթը չեղավ։ Ու ժողովրդական շարժումը եւս մեկ անգամ տապալվեց, որովհետեւ գոյություն չուներ, կրկնում եմ, այդ իմպիչմենտի նախաձեռնություն, իսկ ժողովրդի հավաքվել է ինքնանպատակ էր, իսկ ինքնանպատակ ժողովուրդը չէր կարա հավերժ երկար, տենց կամ շատ երկար կանգներ։ Դա համար թողեցին գնացին մարդիկ տուն, գործընթացը եւս մեկ անգամ ժողովրդական գործընթացը, փողոցը տապալվեց, որովհետեւ չկար իմպիչմենտի նախաձեռնություն թուղթ։ Հետևաբար երրորդ անգամ կանգնել նույն փոცხի վրա, դա իմ կարծիքով արդեն դիագնոզ է, էլի մարդը պետք է հիմար լինի, որ գնա երկու անգամ տեսել է, որ չի եղել թուղթ, ժողովուրդ ոչ մի բան չի կարացել անի, թողը գնացել է տուն։ Երրորդ անգամ ժողովուրդ հավաքեց առանց թղթի, որ ինչ։ Մենք ուրիշ ուղղությամբ ենք ասում, հա, մեր ընդդիմախոսները, ես խոսել եմ շատ մարդկանց հետ նաև անձնապես, մեր ընդդիմախոսները ասում են թող ժողովուրդը դուրս գա փողոց, գա ազգային ժողովի դեմ ասած հավաքվի, մենք ասողը падգամավորա, մենք նախաձեռնենք իմպիչմենտի գործընթաց։ Ես շատ բարձ հարց եմ տալիս այդ մարդուն, ասում եմ այդ մարդիկ ինչի շուրջ են հավաքվելու, այսինքն ես ենթադրենք իմ ընկեր Պողոս Կիրակոսին եւ Մարտիրոսին կոչ եմ անում դուրս գալ փողոց, ասում եմ դուրս եկեք փողոց, որ ինչ անենք, որ գնանք մեր ընդդիմադիր падգամավորներին ցույց տանք, որ մենք եկել ենք, մենք կանք, մենք դուք արեք ձեր գործը, հա, մենք եկել ենք, տենց դրա համար գնանք։ Հասնում եմ, ճիշտ չի լինի դուք նախաձեռնեք իմպիչմենտի գործընթաց, ինձ հակադարձում են, որ չկա այնպիսի տեխնացու ընդդիմության մոտից գեներացված, որը եթե իրանք հայտարարեն, դրա շուրջ կստեղծվի փողոց։ Դեպքում ես եմ հարց տալիս, ասում եմ, այսինքն դուք ինչ եք առաջարկում։ Դուք առաջարկում եք մարդկանց խաբենք, այսինքն խաբենք, ասենք դուրս եկեք փողոց, այդ մարդիկ դուրս գան փողոց, մեկ էլ հոպ, սյուրպրիզ անենք, մի հատ ինչ-որ տեխնացու պարտադրենք իրանց վրա, ասենք չասենք այդ մարդկանց ով է այդ տեխնացուն, ասում եմ ունեք այդ տեխնացու, ասում եմ, հա, ասում եմ, այսինքն չասենք այդ մարդկանց այդ տեխնացուն ով է, մինչև իրանք տենց չհավաքվեն, ասում տակից հանենք, ասենք, ես համ այդ տեխնացուն սյուրպրիզ։
Հետո այդ նույն մարդին ասում եմ դե ըստ էության չկա էլ տեխնացու, ասում եմ լավ, այսինքն ավելի վատ խափենք ժողովրդին, ասենք կա տեխնացու, կա իմպիչմենտի գործընթաց, բան եկեք հավաքվեն, հենց է հավաքվեն, ասենք այն նույն Բագրատ Սրբազանի ասենք մի ժամ սպասեք, հենց Նիկոլ քեզ ենք ասում մի ժամ սպասեք, իրականում ժողովրդին են էլի ոնց որ բանանում։ Սպասում գնանք տենց առանձին ասենք ախպեր թույս էլի տեխնացուն թու այն, այդ շուտ տենց բաներ պայմանավորվենք։ Բայց այստեղ կա ռացիոնալության հատիկ, հատուկ ուզում եմ մեր դիմախոսներ որպեսզի չստացվի այս անդադ բան եմ անում, իրանք ասում են այն մարդը ով որ կգեներացնի փողոց, ինքը իրավունք կունենա պարտադրական եղանակով մեր հետ խոսա, ասա ախպետ ես գեներացրել եմ փողոց, դավա ես էլ ձեր տեխնացուն եմ, սկսեք իմպիչմենտ։ Այս առումով այս ռացիոնալության հատիկ կա, բայց իմպիչմենտի գործընթացի նախաձեռնությունը ինքը նախ պետք է բխի ընդդիմադիր падգամավորներից 4 տարում կարելի էր գոնե 1 տեխնացուի մասով գալ ընդհանուր հայտարարի կամ դրան նախորդ այդ 4 տարվա ընթացքում կրկնում եմ եղել է առնվազն 2 մեծ շարժում, որի ընթացքում կարելի էր այդ հարցը արագ լուծել ու հիմա ապրել արդեն առանց Նիկոլ Հայաստանում։ Հետևաբար մեզ թելադրել, որ տիպը բերեք մի մարդու, որը կստանա մեծ այսպես հեղինակություն, հանրային բաներ կվայելի եւ այլն ու այդ դրանից հետո նոր մենք իմ կարծիքով նաեւ այդ նամակի մեջ գրած է իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելը այդ մարդկանց սահմանադրական, եթե կուզեք, պարտականությունն է, հետեւաբար իրանք չեն կարող դրա համար իմ առաջ, որը ոչ падգամավոր է, ոչ քաղաքական գործիչ է ըստ էության, ոչ տենց ինչ-որ հատուկ կարգավիճակ չունեմ, իմ առաջ ինչ-որ պայմաններ դնեն, ասեն, որ գիտես, այս պետք է անես, այս նոր մենք ստորագրենք։ Մեր պատկերացումը հետևյալն է։ Սկսում ենք ազգային ժողովում նախաձեռնվում է իմպիչմենտի գործընթաց, այսինքն падգամավորները ով կա այդ պահին շատ լավ կլինի հաճելի կլինի, որ երկու խմբակցությունից լինեն այդ падգամավորները։ Գալիս են իմի տեխնացուի շուրջ, վերջապես նախաձեռնությունը սկսում են այդ նախաձեռնության սկսման հիման վրա մենք արդեն իրավունք ենք ստանում մարդկանց, ժողովրդին հրավիրել փողոց մասնակցելու այդ գործընթացին, որտեղ հանրությունն նաև իր դերակատարում ունի, այսինքն այս անգամ դիտորդի դերում չի լինելու, հա, մենք նաև այդ մարդկանց հետ աշխատելու շատ լիքը բաներ ունենք, հա, լիքը մարդ ինձ այս օրերին, այս վերջի 2 ամիսներին մոտենում ասում է ինձ ինչ-որ մի բան ասեք, ես անեմ, ես ասում սպասեք կասեմ, եւ ես իրոք բոլորին ովքեր մոտեցել են եւ նաեւ ովքեր չեն մոտեցել, իրանց ասելու եմ իրանք ինչ անեն այդ գործընթացում, իրանց բոլորի համար ունեմ պահած հատուկ գործողություն, որ հենց իրանք կարող են դա անել։ Այո, մենք չենք բացառում ժողովրդի, ոչ մենք չենք բացառում այլ պարտադիր կետ ենք համարում ժողովրդի մասնակցությունը, մենք ուզում ենք, որ ժողովրդի հետ լինենք բացարձակ անկեղծ, այսինքն բաց թափանցիկ ի սկզբանե, այսինքն բերենք ասենք, էսա տեխնացուն, էսա նախաձեռնությունը, էս են ստորագրած падգամավորները, էս էլ գործընթացն է, որը այս պայդրությամբ ունի ժողովրդական աջակցության կարիք։ Հավատացնում եմ ձեզ, այդ դեպքում իմպիչմենտի գործընթացը ոչ միայն չի տապալվելու, այլ նաև բացառիկ ժողովրդականություն ունենալու, համազգային ընդգրկունություն ունենալու ու մարդիկ տեսնելու են ռեալ քայլերի հերթականություն Նիկոլ Փաշինյանից ազատվելու գործում։ Ես դա ասել եմ ամիսներ, տարիներ նույնիսկ առաջ, դա հետևյալ 3 կետերի համադրությունն է՝ օրակարգ, ծրագիր, վճռականություն։ Այս 3-ի համադրությունը հարգելի ժողովուրդ, հարգելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, հարգելի գաղափարակիցներ, դուք ձեր աչքերով կտեսնեք, տեսնում եք եւ շարունակելու եք դա տեսնել։ Այնպես որ լավ մնացեք, այս պայդրությամբ մենք մի քիչ տենց հանգիստ ենք թողում մեր падգամավորներին, շատ չենք ինչ-որ բան անում, չնայած իրանց հրապարակային բոլոր ելույթներին մենք անպայման հրապարակային պատասխանել ենք, բայց հատուկ ինչ-որ բաներ չենք նախաձեռնելու, այսպես ասած չենք բզբզալու մեր падգամավորներին, հատկապես ընդդիմադիր падգամավորներին, որովհետեւ իրանք այդ նամակները ստացել են, իրանք անհատապես որոշում կայացնեն, թե ոնց են անհատապես արձագանքում այդ նամակներին։ Իսկ իրանց անհատապես արձագանքից կախված է նաև
նրանց նկատմամբ, անհատապես նրանց նկատմամբ հանրային վերաբերմունք այսօր, վաղը եւ միգուցե 2021 թվականի ընտրություններին, եթե Աստված չանի, մենք այս փոփոխությունների նաև աշխարհակաղակական պատուհանը կորցնենք ու մնանք 2026 թվականի ընտրությունների հույսին, ինչպես մեզ փորձում են տարբեր տեղերից արդեն կամաց տենց քարոզեն, որ ճիշտը ախպեր սпасելն է մի տարի եւ ավել, տարի ու կես սпасելն է, չգիտեմ։ Ես խիստ կասկածում եմ, որ 26 թվականի Հայաստանը այս չափերի կլինի, ոնց որ հիմա է, էլի, որտեղ փորձը ցույց է տվել, որ դա այդպես չի։ Եթե կան անդիմադիրներ, որ իրանք տենց երաշխավորված բաներ գիտեն, խնդրեմ թող ասեն, դրան էլ կանդրադառնանք ավելի ուշ։ Լավ մնացեք, ժողովուրդ ջան, կհանդիպենք։